Հաստաչափի եթերում ծանոթացեք անցնող շաբաթվա կեղծ լուրերին։ Բարև ձեզ, ես Դանե Մանասյանն եմ։ Անցնող շաբաթ սոցիալական մեդիայում տարածվում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում նա իբրև թե թուրքերեն է խոսում։ Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցներին հրապարակվել է մարտի 13-ին։ Հարցազրույցի ընթացքում, սակայն, նա լրագրողների հարցերին պատասխանում է բացառապես հայերենով։ Փաստերի ստուգման հարթակը հատուկ գործիքի միջոցով պարզել է, որ սոցիալական մեդիայում տարածվող կարճ տեսանյութում Փաշինյանին վերագրվող թուրքերեն խոսքը գեներացվել է արհեստական բանականության միջոցով։ Փաստացի այն դիփ ֆեյք է։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անդրադարձել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ կնքված սպառազինության մատակարարման $400 միլիոն գործարքի ճակատագրին։ Հայկական կողմը վճարել էր, բայց այդպես էլ չէր ստացել զենքը։ Ֆինանսների նախարարը իր ասուլիսի կամ վերջին մամուլի հետ շփվելու ժամանակ խոսել է նրա մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը մեր կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պիտի պակասեցվի։ Իհարկե կդժվարանամ ասել այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել։ ՖԻՊԵՄ-ը կառավարությունից փորձեց պարզել, թե չմատակարարված զենքի գումարը մասնավորապես կողմերի, ինչ միջպետական պարտավորությունների վարկերի սպասարկմանը պետք է ուղղվի, սակայն հստակ պատասխան չստացավ։ Փաստացի, հայկական կողմը չպարզաբանված է թողնում $400 միլիոն գործարքի ճակատագրի վերաբերյալ հարցը։ Այսօրվա համար այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական ցանցերում, հղումները գտեք մեկնաբանությունում։ Կհանդիպենք։